Ուզում եմ մոտիկից ցույց տալ մեր փքուն կարկանդակները կարտոֆիլով։ Խնդրեմ։ Սա շատ լավ տարբերակ է այն դեպքում, եթե չեք ուզում վերաշկիները բուսայուղով տապակել։ Եկնանք պատրաստելու։ Այստեղ կարտոֆիլ է, սամիտ եւ սև բիբար ու աղ։ Մի փոքր է, կարող եք կարակ ավելացնել, վերջ։ Դեք թե ինչ անուշիկ խմոր ենք ստանում։ Խնդրեմ։ Փոքր ինչ արյուր ենք անում, որ խմորը չկպրի մեր ձեռքերին։ Եվ կարողանանք գրնակել։ Իսկ այժմ բացելու ենք խմորը, այն գռնակով շատ չենք սեղմելու, որպեսզի հասունացած փուչիկները չպայթեցնենք, որպեսզի լավ հետո ուռի, բայց տալու ենք ուղղանկյունաձև տեսք գռնակի միջոցով։ Դրան տարածելու ենք մեր պատրաստած կարտոֆիլը։ Հետո սիրուն պտտելու ենք։ Ռուլետ ենք հավաքելու։ Այսպես։ Ռուլետի նման։ Չեք սեղմելու, պարզապես իրեն օգնելու եք պտտվի։ Սիրուն կտրում ենք, բաժանում ենք մասերի, այսպես։ Տեղավորելու ենք թավայի մեջ, փոքր ինչ հեռավորություն, ընտրեք, որովհետև այն ուռելու է, որպեսզի իրար հնարավորինս չկպնի, այսպես, շուր ենք տալի, այս գեղեցիկ տեսքով ենք դնելու, այսպես սեղմում ենք, տեսեք, ինչ որտեղ բուրկու տեսք ենք տալու, այսպես, ինքը հետո ուռելու է, քանի որ մեջը խմորի դրոշ կա։ Իսկ խմորի բաղադրատոմսը կգտնեք նկարագրության բաժնում, մանրամասն կգրեմ։ Վերջ, թողնելու ենք մի փոքր հանգստանա, հասունանա, ավելի մեծանա, վերջում երեսին քսելու ենք ձու եւ դնենք ջեռոցներ։ Տեսեք, ինչ լավ բարձացել են, չափերով մեծացել են, այս ժամանակ արդեն ձվի դեղնուցն ենք քսում վրա եւ տեղափոխելու ենք ջեռոց, որը արդեն նախապես ես տաքացրել եմ։ Ուղարկում ենք ջեռոց, տեսեք ինչ փամփլիկ են։ Պատրաստեն մեր թխուկները, այստեղ նայեք։ Ահա, սիրելիներս, տեսեք ինչ փքուն կարտոֆիլ է, կարկանդակներ են պատրաստվել։ Հավատացում եմ շատ համեղ է, մենք ընտանիքով արդեն փորձել ենք, սա շատ լավ այլընտրանք է, երբ որ չեք ուզում կարտոֆիլով կարկանդակները պատրաստել ձեթի մեջ։ Կարող եք այս տարբերակ օգտագործել, չեմ կարող սա անվանել պերաշկի, որովհետև իրոք այն ավելի շատ հնչում է որպես կարկանդակ, բայց նույն պերաշկիների խմորն է եւ միջուկը նույն կերպ։ Այնպես որ փորձեք իսվեք ձեր ընկերների հետ բաղադրատոմսով։ Հավատացում եմ շատ համեղ է, չեք փոշմանի։ Իսկ դες լավ որ եմ ցանկանում, կտեսնվենք։